Բարև ձեզ։ Ուրեմն եկեք միասին հասկանանք, թե որն է հիանալի էսսե գրելու գաղտնիքը։ Ես ձեզ հետ կիսվելու եմ մի քանի շատ գործնական խորհուրդներով, ուղիղ փորձագետների ուղեցույցներից։ Դե ինչ, պատրաստ եք, գնացինք։ Ծանոթ տեսարանը, չէ՞։ Դատարկ էկրան ու դուք մտածում եք, լավ, բա հիմա որտեղից սկսեմ։ Հավատացեք, մենակ չեք։ Բայց խոճապի կարիք չկա, որովհետև մենք հենց դրա համար ենք այստեղ, միասին այդ խնդիրը լուծելու համար։ Լավ, ահա մեր այսօրվա պլանը։ Նախ կհասկանանք ինչ է էսսեն ընդհանրապես։ Հետո կսովորենք ամուր փաստարկներ կառուցել, մի քիչ փայլ կհաղորդենք մեր գրածին, կխոսենք ամենատարածված սխալներից ու վերջում մի հատ պրոֆեսիոնալ գաղտնիք կբացահայտենք։ Դե ինչ, սկսենք ամենասկզբից, որպեսզի լավ բան ստեղծենք, պետք է հասկանանք, թե դա ինչ է իրենից ներկայացնում։ Եկեք պարզենք, ինչ բան է էսսեն։ Եթե շատ պարզ ասենք, էսսեն ձեր մտքերի ազատ թռիչքն է։ Պատկերացրեք, դա ձեր անձնական հարթակն է, արտահայտելու ձեր տեսակետը, ձեր զգացողությունները մի կոնկրետ թեմայի շուրջ։ Այստեղ գլխավորը դուք եք։ Շատ կարևոր է էսսեն չշփոթել սովորական շարադրության հետ։ Տեսեք, եթե շարադրությունը ավելի շատ խիստ կանոնների ու կառուցվածքի մասին է, ապա էսսեն լրիվ հակառակն է, այն ազատության ու անհատականության մասին է։ Սա ձեր ձայնը լսելի դարձնելու լավագույն հնարավորությունն է։ Լավ, հիմա անցնենք գործի։ Ինչպես ենք այս ամենը կառուցում, եկեք քայլ առ քայլ անցնենք հզոր փաստարկ ստեղծելու ճանապարհով, որպեսզի ձեր էսսեն ունենա ամուր հիմք։ Ուրեմն, ամեն ինչ հիմնված է այս 3 պարզ քայլի վրա։ Առաջին, ձևակերպում եք ձեր հիմնական միտքը, թեզը։ Երկրորդ, բերում եք փաստարկներ, որոնք պաշտպանում են այդ միտքը։ Ու երրորդ, ամեն մի փաստարկը ամրացնում եք ապացույցներով։ Տեսնում եք, շատ պարզ է, բայց աննկարագրելի արդյունավետ։ Հիմա ուշադրություն։ Հիշեք այս թիվը 2։ Սա, այսպես ասած, ոսկե կանոնն է։ Պետք չէ տասնյակ փաստարկներով ծանրաբեռնել տեքստը։ 2 շատ ուժեղ լավ հիմնավորված փաստարկը 1000 անգամ ավելի համոզիչ է, քան 5 հատ թույլ փաստարկը։ Լավ, բա ինչով հիմնավորենք մեր փաստարկները։ Ահա մի ամբողջ գործիքների զինանոց։ Կարող եք օգտագործել փաստեր, պատմել ձեր անձնական փորձից, բերել գիտական տվյալներ կամ մեջ բերել որևէ հեղինակավոր մարդու։ Ինչքան բազմազան, այնքան ավելի հարուստ ու համոզիչ կլինի ձեր տեքստը։ Okay, ամուր կմախքն արդեն ունենք։ Հիմա ժամանակն է մի քիչ քախարդանք ավելացնելու։ Եկեք տեսնենք, թե ինչն է լավ էսսեն դարձնում, ոչ թե պարզապես լավ, այլ անմոռանալի։ Այստեղ խոսքը ձեր յուրահատուկ ոճի մասին է։ Այս միտքը ամեն ինչ ասում է։ Պատկերացրեք, ընթերցողին կարելի է գրավել միանգամից։ Մի քանի դիպուկ, վառ բառերը երբեմն շատ ավելի հզոր են, քան մի ամբողջ պարբերությունը։ Եվ խնդրում եմ, մի վախեցեք ձեր զգացմունքներից։ Էսսեն ձեր տարածքն է։ Եղեք անկեղծ, եղեք էմոցիոնալ։ Հենց ձեր հույզերն են, որ տեքստը դարձնում են կենդանի ու շնչող եւ օգնում են ընթերցողին կապ հաստատել ձեզ հետ։ Իսկ հիմա մի քանի հնարք պրոֆեսիոնալներից։ Տեղին հումորը կարող է հրաշքներ գործել, իսկ եթե փորձեք վիճել ինքներդ ձեզ հետ, այսինքն ցույց տաք խնդրի նաեւ հակառակ կողմը, դա ձեր տեքստը կդարձնի անհավանական խորը ու մտածելու տեղիք կտա։ Անկամ ամենահանջարեղ կաղապյարը կարելի է փչացնել մի քանի աննշան սխալով։ Շատ կարևոր է, որ մեր աշխատանքը հղկենք մինչև վերջ։ Եկեք տեսնենք, թե որոնք են այն թակարդները, որոնցից պետք է խուսափել։ Այստեղ ամեն ինչ պարզ է։ Մի կողմում այն, ինչ չի կարելի անել, մյուսում, թե ինչպես պետք է անել։ Քերականությունը անտեսել չի կարելի։ Պնդումներն առանց օրինակների անհամոզիչ են։ Եվ իհարկե, միշտ ստուգեք ձեր փաստերը։ Հիշեք, մանրուքների նկատմամբ ուշադրությունը պրոֆեսիոնալիզմի նշան է։ Դե ինչ, հասանք ամենահետաքրքիրին։ Վերջում ես ձեզ համար մի գաղտնիք եմ պահել։ Սա մի բանաձև է, որն օգնում է պրոֆեսիոնալ գրողներին իրենց տեքստերին տալ այնպիսի ռիթմ, որ ընթերցողը ուղղակի չի կարողանում կտրվել։ Այս ամենի հիմքում շատ պարզ գաղափար է։ Մենք նախադասությունները բաժանում ենք 3 խմբի՝ կարճ, միջին եւ երկար։ Այսպես մենք սկսում ենք գիտակցաբար կառավարել մեր տեքստի տեմպը, այսպես ասած երաժշտությունը։ Ահա եւ բանալին, կարճ նախադասությունը մինչև 10 բառ է, միջինը մինչև 20-ը, իսկ 20-ից ավելին արդեն համարվում է երկար։ Փորձեք վերցնել ձեր գրածը ու ուղղակի յուրաքանչյուր նախադասության կողքը դնել համապատասխան տառը՝ Կ, Մ կամ Ե։ Դուք կտեսնեք ձեր տեքստի ռիթմիկ քարտեզը։ Եվ ահա այն, գաղտնի բանաձևը։ Միջին, կարճ, միջին, երկար, միջին, կարճ։ Այս հերթականությունը տեքստին տալիս է շատ բնական, ալիքաձև ռիթմ։ Սկսում ես հանգիստ, հետո մի պահ սրում ես իրավիճակը, հասնում ես գագաթնակետին երկար նախադասությամբ ու հետո նորից հանգստանում։ Սա ուղղակի հիանալի է ընթերցվում։ Վերջ։ Հիմա բոլոր գործիքներն արդեն ձեր ձեռքին են։
Ամուր կառուցվածքից մինչև ոճական հնարքներ ու ռիթմի գաղտնիքը։ Մնում է մեկ հարց. ո՞րն է լինելու այն միտքը, որով դուք կկիսվեք աշխարհի հետ ձեր հաջորդ կատարյալ էսսեի միջոցով։ Գործի անցեք։